21 թիվում իր աշխատանքն է սկսում ապրենք առողջ է, բարև ձեզ, ես Տաթևն եմ Առաքելյան, այսօր հյուրընկալել եմ բժիշկ գինեկոլոգ սոնոգրաֆիստ, բժշկական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հորղողջյանին, սակայն մինչև զրույցին անցնել ուզում եմ ասել շնորհակալություն սպասարկման համար Klimt Beauty House-ին, տեղեկացնելով, որ այն գտնվում է Գյուրջան 17 հասցեում, հեռախոսահամարն է 077 31 30 74։ Բարի գալուստ մեր տաղավար, շնորհակալություն, որ այստեղ եք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք խոսելու ենք մի թեմայի մասին, որի մասին որքան էլ խոսենք, միևնույն է հեռուստադիտողը, լսարանը սա անցալում է այն ժամանակ, երբ իրեն այդ պահին պետք է, հա, եւ առհասարակ կարծում եմ ցանկացած դեպքում մինչեւ մեզ այս խնդիրը չի հետաքրքրում կամ անձամբ դրա միջով չենք անցնում, չենք սկսում ավելի կենտրոնացված սրան նայել։ Խոսելու ենք ընտանիքի պլանավորման մասին, մասնավորապես կնոջ ֆակտորի հետ կապված, հա, որտեղից պետք է սկսել, երբ պետք է սկսել եւ ում հետ պետք է սկսել։ Շատ ճիշտ եք, ընդհանրապես մարդը հակված է գտնել հարցի պատասխանը, փնտրել այն միայն երբ որ խնդիրը արդեն իսկ կա, ցավոք սրտի, բայց տեղեկացված լինել, ինֆորմացված լինել դա միանշանակ պաշտպանում է, նույնիսկ պաշտպանում է շատ հետագա հեռակա բարդություններից։ Սկսել պետք է, կարծում եմ, հենց սկզբից, ընտանիքից, երբ որ դեռ երեխաները փոքր են։ Թե տղա, թե աղջիկ երեխան, իրանք պետք է տեղեկացված լինեն, ինչ է նշանակում սեռական առողջությունը, ինչպես են մարդիկ շփվում, ինչ կարող է լինել շփումների հետևանքով, խոսքը գնում է սեռական ակտերի վերաբերյալ, այսինքն տեղեկացված լինելը դա արդեն իսկ փոքր տարիքից ցանկալի է, որովհետև այսօր հակումը միանշանակ կա, որ երիտասարդ աղջիկները դիմում են մինչև ամուսնանալը, դեռ սեռական կյանքը չսկսած տարիքային խմբում, իրանք դիմում են, որպեսզի ունենան իրական ճիշտ ինֆորմացիա, որովհետև այնինչ ինտերնետում կարող են գտնել, միշտ չի որ իրականությանը համապատասխանում է եւ շատ դժվար է երիտասարդ երեխաներին, իսկ իրանք դեռ ինչ-որ չափով կարելի ասել երեխա են, իրանք շատ դժվար է գտնել հարցերի պատասխան։ Պես որ տեղեկացված լինելը ընդհանրապես ընդհանուր ընտանիք գաղափարը, սեռական հարաբերությունը եւ ինչ հետևանքներ, ինչ պատճառներով կարող են մարդիկ ունենալ։ Դա երևի թե ամենակարևորներից մեկն է, այսինքն ունենալ կուլտուրա դիմելու, բժշկին առանց ամանչելու, առանց պարտավորվելու, որ պետքա լինի պարտադիր սեռական կյանքը նորեն գնում գինեկոլոգի մոտ, ոչ։ Եթե կան հարցեր, նույնիսկ տեսական առումով անհրաժեշտ է զրուցել մասնագետի հետ։ Առաջին ձեռքից ստանալ, հա, ինֆորմացիա։ Ցանկալի է, որովհետև երբ որ դուք նայում եք նույն Google-ը, YouTube-ը, այսօր սոցցանցերն են բավականին շատ, պետք է նաև նկատի ունենալ ում են լսում, որովհետև այսօր գրեթե բոլորը ոդքասթ, բոլորը որից է ռիլ եւ ինֆորմացիան շատ աղավաղված է։ Երեխաներին 18+ տարիքային խմբում երիտասարդներին ցանկալի է, երբ որ լսում են, նաև մտածեն, իսկ ում ենք լսում եւ ինչ ինֆորմացիա ենք ստանում։ Եթե ինչ-որ բան իրենց զգացին, որ դուր չի գալի, ցանկալի է չլսել եւ գտնել նեղ մասնագետներ, դա կլինի ուրոլոգը, սեքսապաթոլոգ, գինեկոլոգ, պրոկտոլոգ, ցանկացած թերապևտներ, ընտանեկան բժիշկները, ով իրենց կբացատրի եւ կտա հարցերի պատասխանը։ Այսինքն սկսել հենց ինֆորմացված լինելուց, զրույցի սկիզբը։ Երբ որ զույգը արդեն պատրաստվում է սկսել սեռական կյանքը, դա կարծում եմ գիտակցած քայլ է լինում մեծ մասամբ։ Հուսով ենք։ Այո, հույսով ենք, որ դա պետք է հասկանալ եւ նույնիսկ մտածել, որ եթե կան հարաբերություններ, ապա զգացմունքների արտահայտման տարբերակներից մեկը դա եւ պետք է լինել պատրաստ։ Երիտասարդ տղաները մենք սյոժա այն մենտալիտետը ունենք, որ տղամարդիկ ավելի շուտ են սկսում սեռական կյանքը եւ մինչ այդ ցանկալի է անցնեն կոմպլեքս հետազոտություն։ Այսինքն իմ որպես գինեկոլոգ նպատակն է ինֆեկցիաների եւ վիրուսների բացառելը, որովհետեւ աղջկա կյանքում դա առաջին պարտների պարագայում իհարկե ցանկալի չի սկսել հաջորդ ամիս սկսել բուժումները։ Աղջիկների հետ կապված, եթե եղել է նախկինում սեռական կյանքի իհարկե ստուգվել, համոզված լինել, որ սկսում ենք սեռական կյանքը առողջ եւ պարտադիր հետեւել հորմոնալ ֆոնին, այսինքն ընդհանուր առմամբ ինչ գանգատներ ունի աղջիկը, գոնե տարին մեկ անել սոնոգրաֆիան, իմանանք արգանդից, վարան, այսինքն փոքր կոնքի օրգանների վերաբերյալ ստրուկտուրային փոփոխությունների մասին ինֆորմացիա, դրանով մենք կարող ենք ստանալ կան որևիցե շեղումներ, անատոմիկ, կան գոյացություններ, թե ոչ, եւ զրույցի ժամանակ բժշկի հետ արդեն շատ հարցերի պատասխան ստանում ենք հենց այդ տարիքային խումբը երիտասարդները մինչև ընտանիք պլանավորելը նույնիսկ խոսքը գնում է հորմոնալ փոփոխությունների վերաբերյալ, այսինքն ցիկլի բնույթը, հաճախականությունը, որ տարիքում է սկսել, մազակալում, քաշը եւ այլն։ Դրանով մենք կարողանում ենք կանխարգելել հնարավորինս հորմոնալ փոփոխությունները նաեւ ապագայում, այսինքն եթե կա խնդիր, ախտորոշվի եւ մենք չունենանք հետագայում հղիության հետ խնդիր, որտեղ ընտանիքի պլանավորում ենք всё же դիտարկում ենք ցանկալի հղիության առկայություն։
որտեղ նույն ընտանիքի պլանավորման մեջ մենք շատ հանգիստ կարող ենք նաև խոսել եւ պարտավոր ենք խոսել անցանկալի հղիությունների բացակայության մասին։ Դա առաջին քայլը։ Հղիությունը պլանավորելուց առաջ, այս этаպը արդեն համարում ենք անցած, կան հարաբերական ցուցանիշներ, то есть կախված է տարիքային խմբից, թե ինչ հետազոտություններ է ցանկալի անել, որպեսզի խնդիր չունենանք։ Այսօր գոյություն ունեն այդ տեստերը պրենատալ եւ ընտանիքը պլանավորելուց առաջ, եթե մենք ունենանք նաեւ այսպիսի մի փոքր նուրբ դրվածք, որ զույգը անցնի նաեւ բժիշկ գենետիկի հետ խորհրդատվություն ունենալով ժառանգական որոշակի ֆակտորներ, կարող ենք նաեւ կանխարգելիչ հետազոտություններ անել։ Այսինքն իմանալ այս զույգը կարող է արդյոք ապագայում ունենալ որևիցե խնդիրներ, թե ոչ։ Հիմա վերադառնանք գինեկոլոգիային, որտեղ խորացա ու այո, մենք կարող ենք երկար այդ ուղղությամբ խոսել եւ իրականում շատ հետաքրքիր է այդ իսկ պատճառով ստանալ ինտերնետում պատասխան դա թերի է, հավատացեք թերի է, դիմել է պետք մասնագետին։ Նույնիսկ արհեստական բանականության այսքան զարգացած լինելու։ Բանականությունը всё-же ստեղծել են մարդիկ, որոնք նույնպես այդ ինֆորմացիան տալիս են եւ անդադ թարմացնում են, բայց դեռ մարդկային ֆակտորը չկորցնենք։ Դեռ չի կա ժամանակ, որ կարող է մի փոքր հետ գնա, բայց չկորելը չի կորա։ Ես վախենում եմ այդ ժամանակահատվածից, երբ մարդկային ֆակտորը կլինի երկրորդ պլանում։ Եթե դեռ բանականություն արհեստական լինի վերահսկելի, վախենալու չի, բայց ինչ վերաբերում է գինեկոլոգիային, չեմ կարծում, որ մոտ ապագայում կլինեն արհեստական ռոբոտներ, որոնք կարողանան անեն ներզննումը, պապկսուկը եւ մի շարք Մտքեր մի տվեք։ Չէ, շատ հետաքրքիր է իդեպ, որովհետև եթե լիներ որևիցե միջոց պարանոցի վերաբերյալ, որ կինը կարողանար ստանալ ինֆորմացիա, դա միգուցե կլիներ շատ ավելի պրոֆիլակտիկ առումով հետաքրքիր, բայց դեռ չկա, դեռ մնում է ամենակարևորը պապտեստը եւ զննումը։ Վերադառնանք ընտանիքի պլանավորման, այսինքն պլանավորենք, այո, հետագա քայլերը։ Չենք մոռանում գենետիկայի մասին, որտեղ ամենակարևոր նպատակը ընտանիքի դա առողջ երեխան է։ Եվ ընդհանրապես զույգի նպատակը առողջ սերունդ, առողջ մայրիկ, առողջ հայր եւ առողջ սերունդ, եւ որպես մանկաբարձ գինեկոլոգ շատ կարևոր է առողջ այդ մայրիկին, բալիկի հետ դուրս գրել ծննդատնից։ Դա է հիմնական մեր ամբողջ նպատակը բոլորիս։ Այս հետազոտությունների հիման վրա մենք արդեն ունենք հստակ պատկեր, то есть ավելի խորը հետազոտությունները խորհրդատրվում անել ըստ ցուցումների։ Արդեն իսկ երբ որ սկսում է ռեգուլար սեռական կյանքը եւ տարիքային խումբը, եթե զույգի չի անցնում 35-ից դա 1 տարվա շրջանում, եթե 35 տարեկանից բարձր են 6 ամիս ռեգուլար սեռական կյանք եւ եթե չի լինում հղիություն, այստեղ մենք անցնում ենք արդեն երկրորդ փուլ, դա դիտարկում ենք որպես անպտղություն եւ հետազոտությունների ցանկը ամբողջովին փոխվում է։ Դեն կատարվում են արդեն նեղ մասնագիտորեն կախված նախկին ունեցած խնդիրներից, կախված այդ պահին կատարված հետազոտություններ, շատ ավելի խոր հետազոտություններ։ Դա մենք էլի չենք մոռանում, որ կինը դա ամբողջական օրգանիզմ է եւ բացի ստանդարտ հետազոտություններից, այսինքն հորմոնալ ֆոնն ենք ստուգում, ֆոլիկուլոդինամիկա է արվում, արգանդի փողերի անցանելիությունը, լորձաթաղանթի հստակ գնահատականը, նաեւ պարտադիր ընդհանուր օրգանիզմն է դիտարկվում, որտեղ շատ հաճախ այսօր հանդիպում ենք թե հորմոնալ շեղումներ, դա վանաձև կեղծը կարող է լինել այլ օրգան համակարգերը Եղծայինական հորմոնալ փոփոխություններ են բերող, դե կարող է լինել արյան համակարգի հետ խնդիր, որը նույնպես շատ հաճախ է հանդիպում։ Նույնը վերաբերվում է տղամարդկանց, կատարվում է նեղ մասնագետի հետ խորհրդատվություն եւ հետազոտությունների պլանն է մշակվում։ Ու պետք չի մոռանալ, որ եթե մենք արդեն իսկ կանգնած ենք անպտղություն ախտորոշման մոտ, նույնիսկ պարտադիր զույգը հետազոտվում է միասին։ Զույգը, ոչ թե կինը հետազոտությունները հանցնում, իսկ մենք մի խնդիր ունենք։ Դաշտանը լինում է ամիսը 1 անգամ, այսինքն հետազոտությունները եւ որոշակի գործողությունները մեր մոտ ձգվում են ժամանակի առումով եւ հնարավորությունը հղիանալու իրականում կինը ունի ցիկլի ընթացքում ընդամենը 2-3 օրվա ընթացքում դա ցիկլի այն շրջանն է, երբ որ ձվազատում ունենք։ Մյուս ամսվա օրերը այդ առումով մեզ ոչ այնքան հետաքրքիր են։ Այո, այդ իսկ պատճառով եթե մենք կնոջ հետ աշխատում ենք 3-6 լինում է մինչև 1 տարի եւ չենք ունենում արդյունք, այն պատճառով որ տղամարդը հրաժարվում է կամ մտածում են ավարտենք նոր, դա ուղղակի ժամանակի կորուստ է։ Այնպեսի կորուստ, որ տղամարդիկ միշտ առողջ են, չէ՞։ Հա, որովհետեւ կա մի թերի կարծիք, որ եթե կա սեռական ակտ, այսինքն կա էրեկցիա, տղամարդը առողջ է, ոչ։ Անպայման պետք է ունենալ տվյալներ, եւ սպերմագրաման եւ մարտեստը եւ դենտաֆրագմենտացիան, որը էլի շատ մեծ նշանակություն ունի եւ ճիշտ է տոկոսային հարաբերությամբ շատ ավելի հազվադեպ է հանդիպում, բայց
Բայց հակամարմինները, անտիսպերմալ, то есть շատ խնդիրներ կան, որոնք կարող են մնալ չհետազոտված, չհայտնաբերված եւ ինչ-ինչ պատճառներով այն դեպքում, երբ որ եթե զույգը սկսում է միասին, շատ ավելի արդյունավետ է լինում։ Եվ ավելի կարճ է տևում այդ Իհարկե ավելի կարճ է։ Եթե մենք մի փուլում հայտնաբերում ենք, որ օրինակ կան հակամարմիններ, սերմի նկատմամբ էլի հազվադեպ հանդիպող է, եւ բուժումը դա 3-ից 6 ամիս միջինը կարող է տևել, այդ ժամանակը շահել, եթե զույգը պլանավորում է հղիությունը, պատկերացրեք 35 տարեկանից բարձր, երբ որ մեր համար ամեն տարին նշանակություն ունի, դա շատ մեծ ձեռքբերում է ժամանակին սկսել։ Եվ վերջում նաև մինչև այս ընթացքը ավարտենք, մինչև հասնենք տղամարդու հետազոտմանը, խնդրի հայտնաբերմանը, բուժմանը, գուցե կնոջ մոտ արդեն պաշարի խնդիր արդեն ունենա։ Եվ պաշարի, եւ մի հարց էլ կա, երբ որ այդ ընթացքը բաժանվում է փուլերի, սկզբից կինը, հետո տղամարդը, գալիս է մի ժամանակահատված, երբ որ մենք բժիշկներս իրավունք չունենք, ես իրավունք չունեմ 1 տարի առաջվա հետազոտությունը կնոջ ընդունել այսօր եւ այդ հետազոտության հիման վրա կատարել որևիցե քայլեր, առավել եւս հորմոնալ բուժումներ։ Ես ունեմ ժամանակային սահմանափակում։ Այսինքն դառնում է արետավոր շղթա ու նորից կրկնելու խնդիրը։ Եվ մեր պացիենտներին ինչ են շատ հաճախ ասում, վայ, գնացի նորից հանձնեցիք, դեք միգուցե ինչ որտեղ չարաշահում եմ, բայց կա պարտադիր ժամանակահատված, որից ավել մենք ուղղակի իրավունք չունենք։ Ես ուզում եմ վերադառնալ ամենասկզբին, չէի ուզում ձեզ ընդհատել, բայց ինձ հետաքրքիր է, եթե կինը կամ տղամարդը որևէ կերպ չի ունեցել սեռական ակտ, արդյոք կարող է որոշակի վիրուսներ կամ ինֆեկցիաներ ունենալ։ Կարող է, որովհետև բացի սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներից եւ վիրուսներից մենք ունենք նաեւ բակտերիալ միկրոֆլորա, որը կարող է նույնպես pH-ը խախտել հեշտոցի եւ մենք ունենանք հեշտոցի միկրոֆլորայի խախտում, հետեւաբար համապատասխան արդեն ուղղակի հեղուկը չի կարողանում շարժվել սպերմատոզոիդը, մենք ունենք pH-ի խախտում եւ հղիություն չի լինում, այսինքն կարող են լինել հարաբերական պաթոգենների ակտիվացում ոչ ձեռքբերովի բակտերիաներ, այդ ամենը կա, այդ իսկ պատճառով եթե չկա սեռական հարաբերություն, չի եղել երբևիցե որևիցե տիպի սեռական հարաբերություն, այդ դեպքում հետազոտությունը ուղղակի փոխվում է։ Իհարկե մենք չենք ստուգում սեռավարակները, ստուգում ենք բակտերիալ միկրոֆլորայի բակսուկի արվում եւ այլն կախված գանգատից, դա էլ չմոռանանք, որտեղ կապ ունի նաեւ կլինիկական պատկերը։ Ես առաջարկում եմ չփոխեք հեռուստաալիքը, քանի որ առջևում հետաքրքիր տեսանյութ ենք դիտելու, նորից կվերադառնանք ու կշարունակենք։ Սիրելի հեռուստադիտողներ, հաղորդման այս հատվածում նորից խոսելու ենք պերմանենտ կամ մշտական դիմահարդարման մասին։ Զրուցակիցս պերմանենտ դիմահարդարման մասնագետ Տաթև Անդրանիկյանն է։ Շնորհակալ եմ շատ, որ համաձայնել եք մեզ հետ զրուցելու, որտեղ այս հարցի շուրջ բավականին միֆեր կան, որոնցից մի քանիսը խնդրել եմ այս հաղորդման ընթացքում բացահայտեք։ Բայց մինչև դրանց անցնելը առաջին ուզում եմ հասկանալ, ինչու այս միջամտությունը շատ արագ, նույնիսկ գլխապտույտ արագությամբ դարձավ այդքան պահանջված, այդքան սիրելի, եւ եթե այսպես շուրջը նայում ենք, յուրաքանչյուր երկրորդը կամ արել է կամ առաջիկան պատրաստվում է նման միջամտության դիմել, ինչու։ Շնորհակալություն անդրադարձի համար, սիրով կպատասխանեմ ձեր հարցին։ Էսթետիկ գեղեցկությունը շատ արագ զարգանում է աշխարհով եւ փոշեդրումը, պերմանենտ դիմահարդարումը նույնպես մտնում է էսթետիկ գեղեցկության մեջ եւ այս ոլորտը նույնպես շատ արագ զարգանում է։ Նույնիսկ շատ արագ։ Այո, շատ արագ է զարգանում, տեխնիկաներն են փոխվում, ավելի գնում ենք դեպի բնական գեղեցկության։ Պերմանենտ դիմահարդարման միջոցով մենք ունենում ենք ժամանակի շատ մեծ խնայողություն։ Մենք միշտ պատրաստ ենք լինում, կապ չունի, հա, չեմ բողոքի, որ մենք ուշացնում ենք միշտ իրենք մեզ երկար են սպասում, գնում ենք ծով հանգստանալու, մենք միշտ պատրաստ ենք։ Այսքան պերմանենտ դիմահարդարումը ամենաառաջինը դարձավ այսքան պահանջված, որովհետև մենք այսօր բոլորս, գրեթե բոլորս ունենք ժամանակի խնդիր, անկախ նրանից, թե ինչպիսի ստատուս ունենք, ինչպիսի աշխատանք ենք տանում, բոլորս շտապում ենք։ Եվ այս անընդհատ շտապելու ընթացքում պերմանենտը տվեց հնարավորություն բավականին մեծ ժամանակի խնայողություն անել, եթե դրան էլ գումարենք, որ որոշ դեպքերում պետք էր ինչ-որ բաներ նկարել, ավելացնել եւ այլն, հա։ Ոստի ամենաառաջինը կարծում եմ հենց խնայողության համար է։ Այո, ժամանակի խնայողությունը, որը որ այսօր մենք շատ քիչ ունենք։ Մենք բոլորս շտապում ենք։
Ու նաև միշտ գեղեցիկ ենք, Միշտ պատրաստ ենք, միշտ գեղեցիկ ենք։ Գեղեցիկ։ Այո, կարիք չենք ունենում ժամերով հայլու առաջ կանգնել, շրթներ քսել, հոնքերը ուղղել, ունենք միշտ ունենում ենք հոնքերի անհավասարության խնդիր, շրթունքների էլի անհավասարության խնդիր, իսկ պերմանենտ դիմահարդարումը այդ բոլորը շտկում է եւ մենք շատ լավ ժամանակի ժամանակի խնդիր էլ չենք ունենում։ Բոլոր նրանք, ովքեր ունեն ցանկություն, արդյոք ունեն ցուցում դիմելու պերմանենտ դիմահարդարմանը։ Բոլորը կարող են դիմել պերմանենտ դիմահարդարմանը, բայց մասնագետներս մենք պետք է խոսենք հաճախորդի հետ, հասկանանք չունի արդյոք խնդիրներ, որոնք որ հակացուցված են մեր աշխատանքին։ Իսկ ցուցումները, ինչը պիտի ինձ դուրս չգա հայելու մեջ, որ որոշեմ գնալ այս միջամտությանը։ Հայելու մեջ կարող է ձեզ դուրս չգալ ձեր հոնքերի նոսրությունը կամ թափված բարակ վիճակը, որ շատ բարակ է հոնքերը, սխալ հանելու հետևանքով մենք կորցնում ենք մեր մազերի 90% հոնքերի ու դա խնդիր է առաջացնում գեղեցիկ հոնքեր ունենալու։ Արդյոք ճիշտ եմ հասկանում, որ դեմքի հատվածում ամենապահանջվածը հենց հոնքերի շտկումն է։ Այո, հոնքերի շտկումը շատ պահանջված է։ Պարտադիր պայման է ունենալ այսօր մեր աղջիկների համար գեղեցիկ հոնքեր։ Դա դեմքի արտահայտված այդ ամեն ինչ ներկայացնում է հոնքերը։ Եթե մենք ունենում ենք գեղեցիկ փափուկ հոնքեր, մեր դեմքի նրբությունը, այդ հանգստությունը, իսկ եթե գծված է մուգ գույնով կամ ավելի ոչ բնական, ոչ բնական, ուրիշ ձև է հայացքը լինում, կնոջ հայացքը պետքա միշտ գեղեցիկ լինի։ Իսկ պերմանենտ դիմահարդարումը թույլ է տալիս ստանալ այն հայացքը, որը որ մենք ենք մեզ հայլու մեջ տեսնում ու մեզ դուր ենք գալիս։ Ես վստահ եմ, որ հաճախ լինում են դեպքեր, երբ կանայք մոտենում են որոշակի ցանկությունների շարքով, բավականին մեծ նկարներով, որոշակի տեսքով, ուզում են հենց այսպեսին ստանալ։ Արդյոք վերջին խոսքը այցելուինն է, թե սա փոխհամաձայնություն կամ համագործակցություն կարելի է նշել եւ պետք է հասնել նրան, որ երկուսին էլ դուր գա եւ մասնագետին եւ այցելուին, թե լինում են դեպքեր, երբ չէ, անկոտրում են, անպայման ուզում են ինչ բերել են։ Մենք մեր հասարակության մեջ մի կարծրատիպ կա, որ հաճախորդը միշտ ճիշտ է, բայց սա այն դեպքն է, երբ որ մասնագետը պետքա ճիշտ ներկայացնի իր աշխատանքը։ Խորհրդակցի հաճախորդը կարող է այնպիսի ցանկություն ունենալ, որը մասնագետի համար անընդունելի է, կամ սխալ է, կամ սխալ գույն է ընտրել իր մազերի, աչքերի, իր մաշկի հետ չի համապատասխանում գույնը։ Մասնագետը պարտավոր է գեղեցիկ եւ գրագետ ներկայացնի ամեն մանրամասն այն ինչը վերաբերվում է իր աշխատանքին։ Երբ որ ճիշտ ես ներկայացնում հաճախորդին ամեն ինչ, չի լինում դեպքեր, երբ որ իրանք իրենց կարծրատիպի մեջ են մնում։ Այսինքն նախնական զրույցը ամենակարևորն է։ Անպայման, նախնական զրույցը շատ կարևոր է։ Կան դեպքեր, երբ որ հաճախորդը չէ ինքը այդ էր ուզում, այդ գույնն էր ուզում, այդ որոշումով եկել է, հա։ Այդ որոշումով եկել է, բայց ճիշտ ներկայացնելու դեպքում ունենում ենք գեղեցիկ արդյունք։ Ի վերջո մենք պիտի հաշվի առնենք, որ գեղեցկությունը ներդաշնակության մեջ է եւ կարող են օրինակ հոնքերը առանձին վերծված գեղեցիկ չլինեն, բայց շատ ներդաշնակ լինեն մարդու կերպարին, տեսքին, մազերի գույնին, տարիքին, ամենակարևորը նաեւ եւ հակառակը կարող են առանձին վերծված լինել իդեալական, բայց որևէ կերպ առնչություն չունենան այդ մարդու կերպարի հետ, սա եւս պիտի շատ լավ հաշվի առնենք եւ վերջին հարցը ուզում եմ նաեւ խոսենք խնամքից։ Ի վերջո ես արդեն որոշել եմ, ունեմ ցանկությունը, որ պիտի այս միջամտությունն անել, չունեմ նաև հակացություններ եւ հաջորդիվ պիտի մոտենամ մասնագետին միջամտության համար։ Ինչպես պետք է պատրաստվել մինչև միջամտությունը եւ արդյոք հետագայում եւս կան խնամքի որոշակի սկզբունքներ, որոնց պիտի հետևենք։ Եվ արդյոք կարելի է անել միջամտությունը եւ վերադառնալ օրինակ աշխատանքի հենց այդ օրը։ Խնամքը մեզ պարագայում շատ կարեւոր է։
Նույնիսկ երբ որ հաճախորդը մոտենում է պրոցեդուրային, մասնագետը ճշտում է թե այդ օրը ինքը դեղեր ընդունել է, թե չի ընդունել, ցանկալի չի արևայրուքի ժամանակ կատարել պրոցեդուրան։ Այսինքն հիմա ամենալավ ժամանակահատվածը։ Այո, ամենալավ ժամանակահատվածը գարուն եւ այդ աշնան ձմեռվա ընթացքն է, իսկ արևայրուքը մեզ շատ է խանգարում։ Պիգմենտը լավ չի կարա պիգմենտը ուղղակի լավ չմնա մաշկին, որտեղ մենք աշխատում ենք մաշկի վերին շերտում։ Եվ արևայրուքը գիտենք, որ լավ մաքրում է բոլոր պիգմենտները։ Այնպես որ եթե ծով գնալու մտադրություններ կան, ցանկալի հիմա չի։ ամենաիդեալական հատվածն է Այո, ծով գնալու ժամանակ ցանկալի չէ կատարել պերմանենտ դիմահարդարում։ Ամենալավ ժամանակն է, այնպես որ ամռան համար հիմա պետք է պատրաստվենք։ ամռան համար հիմա պատրաստվում ենք եւ գեղեցիկ գնում ենք ծով, առանց ժամանակի կորստի, որ ծովում գեղեցիկ կլինի։ Ջրից դուրս է գալիս ռուսալկա։ Իսկ հետագա խնամքը պետքա այդ կարող է գնալ աշխատանքի, ոչ մի հակացություն չունենք աշխատանքի հետ կապված։ Դե այտուցներ, որովհետեւ չի լինում այտուցներ, աշխատում ենք նուրբ, որպեսզի շատ տրավմաներ չառաջացնենք դեմքի հատվածում։ Դա է մեր պերմանենտ դիմահարդարման գաղտնիքը։ Եվ ցուցումներն այն են, որ ջուր չեն կպցնում մինչև 48 ժամ։ Հետո փապկացնող քսուկներ կախված է մասնագետի ցուցումից, ով ինչպես է հատուկ սկզբունքներ չկան, հատուկ խնամք չկա, որոշակի թեթև շտկումներ, որոնք որոշակի, հա, ուղղակի մաքրում ենք ախտահանող նյութով, 1-2 անգամ որ մաշկը բացա, թեթև վերին շերտը բացա, որպեսզի փոշին, կողմնակի ազդեցությունը ված չանադառնա։ Շրթունքների դեպքում օգտագործում ենք փապկացնող քսուկներ, որովհետև առաջանում է կեղև, այո։ Ձեռքով չենք պոկում կեղևները, պոկելու դեպքում կարա գույնը հետը պոկենք եւ տեղ-տեղ արդեն մուգ եւ բաց երանգներ ունենանք, խնդիր առաջանա հետագա աշխատանքի համար։ Ուղղակի հոնքերի դեպքում չենք անում ոչինչ, շուրթերի դեպքում օգտագործում ենք փապկացնող քսուկներ անընդհատ եւ 48 ժամ աշխատում ենք ջուր չկպցնել։ Եթե դեմ չեք, ուզում եմ մեր բոլոր հեռուստադիտողների համար արդեն ավելի ակնառու տեսքով այն ինչ որ ներկայացրեցինք, նաեւ գործնականում տեսնենք, հա, փոշադրումը, հոնքերի փոշադրումը 0-ից մինչև վերջնական արդյունքը։ Մենք ձեզ չենք խանգարի, լուր կհետևենք։ Սիրով կներկայացնեմ իմ աշխատանքը, անելու ենք հոնքերի փոշադրում, 0-ից կորեկցիա չենք անում եւ մնացածը սպասենք արդյունքին։ Շատ լավ։ Կատարում ենք հոնքերի փոշադրում, այստեղ հաճախորդուհին ունի ասիմետրիայի խնդիր, բարձր եւ ցածր հոնքեր, փոշադրման միջոցով շտկելու ենք հայացքը եւ որպեսզի ոչ կոպիտ լինի, ոչ գռեհիկ տեսք ունենա հաճախորդը եւ լինի ամենակարևորը շատ բնական։
Շարունակելով զրույցը ուզում եմ նաև ընդգծենք անցանկալի հղիության կանխարգելման հարցը, որովհետև ինչպես դուք էլ նշեցիք, ընտանիքի պլանավորումը բացառապես չի խոսում հղիության պլանավորման մասին եւ առհասարակ մենք խոսում ենք առողջ հարաբերությունների, առողջ ընտանեկան հարաբերությունների մասին, հա։ Ուստի այստեղ չենք կարող անտեսել նաև կանխարգելումը անցանկալի հղիությունից, որը կարծում եմ բժշկության լավագույն, այսպես ասած, տարբերակներից է, որովհետեւ նաև ոչ ցանկալի հղիության ընդհատումներից էլ խուսափենք, ինչը թե ինչերով է հղի, այդ մասին արդեն այսպես ասում են հաջորդ հաղորդմանը։ Հա, այդ միանշանակ, որովհետև բարդությունները լինում են շատ տարբեր, Երբեմն անդառնալի։ Երբեմն, այո, ճիշտ է, այսօր օժանդակ տեխնոլոգիաները բավականին զարգացած են, բայց ինչու հասնել այդ փուլին, եթե կարելի է կանխել։ Այո, ընտանիքի պլանավորումը իր մեջ նաև ներառում է եւ պարտադիր պետք է տեղեկացված լինեն զույգը եւ կինը եւ տղամարդը, որ եթե որոշակի ժամանակահատված իրանք ամուսնացած են կամ իրար հետ են արդեն բավական երկար ժամանակ, բայց չեն պլանավորում դեռ հղիություն, այդ դեպքում պետք է ճիշտ ընտրել կոնտրացեպտիվ միջոցը։ Այսինքն խուսափել այդ անցանկալի հղիություն բառակապակցությունը որոշ չափով անընդունելի, այսինքն պլանավորել եւ ունենալ ցանկալի հղիություն իրենց ցանկալի ժամանակահատվածում։ Այդ միշտ երկար է, բայց շատ ավելի կարծում եմ լավ է, ինչու՞։ Այդ իսկ պատճառով պետք է իմանալ թե ինչպես դա անել, ինչպես ճիշտ ընտրել կոնտրացեպտիվ միջոցը։ Միջոցներ շատ տարբեր կան, դա կա բարիերայինն է ամենատարածվածը, այսինքն պրեզերվատիվը բոլորին ծանոթ, դա կարող է լինել հորմոնալ դեղորայք, կարող է լինել ներարգանդային, տարբերակները շատ են, որը ընտրել կախված է կնոջ տարիքից, ժամանակահատվածից, որը իրանք պլանավորում են դեռ օգտագործել շատ հաճախ ընտանիքի այլ հարցերը լուծելու համար, ուսանողներ կարող են լինել տան շատ հաճախ է դա կաբինետում խոսակցությունը բացվում եւ երեւանք երբ ներկայացնում են ամիսների խնդիր է, տարիների կարող է, այո, եթե դա ամիսների խնդիր է, դեպքում ենք ստուգում ենք հորմոնալ ֆոնը, եթե չկա որևիցե հակացուցում, կարող ենք ընտրել մաքսիմալ քիչ բարդություններ ունեցող դեղորայք կիրառիկին, եթե տղամարդը համաձայն է բարիերային տարբերակին, կարող ենք դա ընտրել։ Եթե խոսքը գնում է օրինակ 2-3 երեխա ունենալուց հետո է կինը դիմում եւ իրանք չեն պլանավորում որոշ ժամանակահատված, այդ դեպքում կարող ենք խոսալ ներարգանդային պարույրի մասին, իդեպ այստեղ էլ կա բավական աշխատելու տեղ, то есть կան հակացություններ, թե ոչ այս պարագայում եւ ներարգանդային պարույրները իրենք լինում են այս պահին ունենք երկու տարբերակ սովորական, բոլորին ծանոթ այդ սպիրալը եւ ունենք նաեւ հորմոնալ ներարգանդային համակարգ, որը ունի նաեւ բուժիչ ազդեցություն, այսինքն եթե դիմում է կին, ով ունի էնդոմետրիոզ կամ ունի միոմատոզ հանգույց ունեցել է նախկինում պոլիպներ հեռացվել են, կախված անամնեզից մենք կարող ենք նաեւ այդ ընտրությունը անել։ Կան նաև անվերադարձելի պրոցեսներ, որոնք նույնպես բերում են կոնտրացեպտիվ էֆեկտի, դա արգանդի փողերի, այսինքն ստերիլիզացիան, սակայն այդտեղ պետք է նկատի ունենալ, որ կան շատ ցուցումներ, պետք է ունենալ հստակ ցուցումներ, որովհետև այդ փուլից վերադարձ մենք չունենք։ Մյուս հեղեղությունները արդեն պետք է լինեն արտամարմնային բեղմնավորմամբ։ Այս ամբողջը բավականին մեծ ծավալուն զրույց է, որը կնոջ հետ պետք է հստակ տանել, հասկանալ նպատակը։ Նաև անհատական է շատ։ Միանշանակ անհատական է, որովհետև ես չեմ կարող 20 տարեկան աղջկա եւ 35 տարեկան կնոջ հետ նույն կերպ ստեղծել այդ ամբողջ ընթացքը եւ հետազոտությունների եւ իհարկե այն մեթոդի, որը կարող ենք առաջարկել։ Ինքնուրույն ոչ մի բան իհարկե չձեռնարկել, դա միանշանակ, այսինքն լսել եմ, իմացել եմ, կիրառել եմ, ասում են, հա, բացի բարիերային բաներ տարբերակից ոչ մի բան ինքնուրույն ցանկալի չի անել։ Շատ լավ, ամփոփելով զրույցը հստակ կարող ենք ասել, որ ընտանիքի պլանավորումը այսօր արդի բժշկության ամենազարգացած, ամենապահանջված, նաև ամենակարևոր ոլորտներից է, ուստի թերագնահատել այս ոլորտը այդքան էլ գրագետ չէ, եւ եթե մենք ուզում ենք ունենալ առողջ մայրիկ, ավելի ճիշտ առողջ կին, առողջ տղամարդ, առողջ սերունդ, ապա անպայման պիտի բժշկության այս ոլորտը չանտեսենք, գնանք սրա հետքերով եւ ստանանք իսկապես եւ ֆիզիկական եւ հոգեբանական ամբողջական կուրս ունենալով ներդաշնակություն բոլոր ոլորտներում։ Միանշանակ համամիտ եմ, առողջ զույգ, առողջ ծնողներ եւ առողջ երեխաներ։ Շնորհակալ եմ շատ, սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս բժիշկ գինեկոլոգ սոնոգրաֆիստ, բժշկական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հորղուխչյանն է։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, ցտեսություն։